ծալած, ճապրուկներս լսած եւ Հայաստանը լքելու պատրաստ լինենք։ Նախադրյալներ կան, շատ դժվար է, նախադրյալներ կան, բայց մենք պետք է այդ նախադրյալները ոնց որ ասում են ուժեղացնենք, ջրենք, զարգացնենք, որպեսզի այն մարտահրավերները, որ կա այսօր մեր պետության առաջ, դրանք հաղթահարենք։ Եթե հակառակ դեպքում մեր ստգալը, ձեր ստգալը այս մեր ընկած տղաների հարյունը իմաստ չէր ունենա։ Պարոն Աղազարյան, իշխանությունը այսօր եռավ լուրջ եկել, փոխարենը 3 զոհվածների հիշատակի օրերին հռչակել իրենք այդպես եկան, այսօր էլ չեն գալու, այդ մասին ինչ որ դիտարկումներ ունեք։ Դե ես չգիտեմ, ես մի քիչ արողակարգային բաներից մի քիչ հեռու եմ, ճիշտն ասած, ես կուզեի, որ դա նույն օրը լիներ, նույնիսկ, ես կուզեի, որ դա նույն օրը լիներ, որովհետև իրար շատ կապված են, չէ՞ դրանք փոխադարձաբար։ Բայց հիմա իշխանությունը երեք եկել են, երևի կարող են այսօր, չգիտեմ ես, եկեք չեմ։ Երկուսն էլ ունեն իրենց խորհուրդը, այն իր խորհուրդ ունի, սա էլ իր խորհուրդ ունի։ Պարոն Ասլանյան, դուք ինչ կարծիք ունեք, ինչ դիտարկում ունեք։ Պարոն Ասլանյանը հետ բանակի ձևավորման ակունքների մեջ կանգնած եկել եւ ամեն ձևով մասնակցել է թողած։ Հատկապես։ Այո։ Ի տարբերություն չնայած մենք գրեթե նույն մարդիկ ենք, բայց այդ հարցում ես շատ ավելի ռադիկալ եմ։ Ես գտնում եմ, որ այսօր բանակը շատ բաց թողումներով է։ Ես գտնում եմ, որ այն տեմպերը, որով մեր բանակը այսօր փորձում են վերականգնել, շատ սխալ է։ Երեք ես իմ էջ էի գցել մի ելույթ ուղիղ 4 տարի առաջվա, որտեղ մի վերնագիր էր, չէ, պարոն Աղազարյան, որտեղ ես ասում եմ, որ քանի դեռ մենք այն մակարդակին չենք հասել, որ մեր հայրենիքը ավելի սիրենք, քան մեր ընտանիքը, մենք չենք կարողանալու լուրջ բաների հասնել։ Բանակը այսօր չի զինվում, ոտքի չի կանգնում այն ձևով, ինչ ձևով պետք է։ Գիտեք ինչ կա, պատկերացրեք, ասում են, մենք առաջ ենք գնում, դուք քայլերով առաջ ես գնում, բայց չես տեսնում, որ կողքինդ վազելով է գնում։ Ու դուրս է գալի, որ քո քայլելը շատ ավելի հետ է քեզ գցում, քան իրականում, եթե դու չքայլեր կամ քայլեր, ինչ տարբերություն։ Բայց ինչու չեն տեսնում, պարոն Ասլանյան, չեն ուզում տեսնել, թե ուղղակի չունեն այդ ունակությունը տեսնել։ Ես կարծում եմ, որ կառավարման համակարգում այս իշխանությունը ամբողջությամբ պրավալ է տվել։